նախատեսվում է ձեր եւ Ադրբեջանի արտգործնախարարի Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում, որտեղ նաեւ կքննարկվի բանավոր թեկուզ հասկանալու համար, թե ինչ լուծման հնարավոր է գալի վերջում։ Առաջիկայում որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց մենք կարծեմ այդ բան հայտարարությունից հետո սա առաջին առիթն է, ես հարաբերական կարող եմ ասել, միշտ էլ պատրաստ ենք հանդիպել, շարունակել քննարկումները։ Դուք Արցախի լուծարման հաստատեցիք Շահրամանյանի վրա, հողմաններով Արցախի լուծարման հրամանագիրը, որը մարդիկ մերոն ասելով, որ դա ոչինչ է իրավական որևէ ուժ չունի, դրամատեսական հասկանալի է բացատրություն, բայց իմ հիմնական հարցը վերաբերում է փոխզիջմանը, դուք հայտարարեցիք, որ որևէ միջանցքի մասին որևէ բան չկա, այսպես ստորագրվող համաձայնագրում, պայմանագրում, նույնը ասվում էր նաև նոյեմբերի 9-ի հետ կապված, մի փաստաթղթի հետ կապված, որի շուրջ եւ Ալիևը եւ Պուտինը պնդում էին, որ այնտեղ միջանցքի հարց է։ Հիմա կարող է սա էլ ընկալման հարց է, մենք այլ կերպ ենք ընկալում, իրենք ուրիշ ձև են հասկանում։ Ձեր երկրորդ եւ իրական եւ միակ հարցին պատասխան կարող եմ ասել, որ տրանսպորտային ուղիների մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա միայն այն, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել եւ համագործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսին, չգիտեմ, տնտեսությունն է, տրանսպորտն է, տրանզիտն է եւ այլն, ոչ մի բառ ավել ձեր մտահոգության վերաբերյալ։ Ներողություն, ես ուզում եմ նաեւ անպատասխան չթողեմ։ Ես ոչ մեկի վրա ոչ մի պատասխանատվություն չեմ դնում։ Մարդիկ եթե կարծում են, որ պետքա իրանք ունեն իրավասություններ, իրանք լուրջ պետական կառույց եւ ինստիտուտ էին, հետո բան են ստորագրում, հետո ասում են դա իրավական ուժ չունի, հետո վտարանդի նիստեր են անում, վտարանդի չգիտեմ ինչեր են անում, գիտեք, մեկնաբանության հարց չի, վերջը իրողություններ կան, հիմա հայտարարելով ու անպագորգոր բաներ ասելով չի, ես նորից եմ ուզում շեշտեմ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման բլոկադայի պայմաններում, Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշարված լինելու պայմաններում, էլի մենք փորձում ենք գտնել արդեն իհարկե նոր իրողություններից բխող լուծումներ, փորձում ենք ինչ որ շտկել իրավիճակը, եթե չասեմ երաշխավորված լուծումներ, գոնե մեխանիզմներ, որոնք կարող են բերել հնարավոր լուծումներ եւ հիմա կարող են Լեռնային Ղարաբաղում շարունակել ապրել մարդիկ իրենց տներում, այդ լուծումները այդ մարդկանց կողմից են նաեւ մերժվել։ Հիմա ուզում եք դուք ասեք ուժ ունի, իրանք ասեն ուժ չունի, Պողոս ասի, չգիտեմ ինչ, փաստ մնում է փաստ։ Վերջ բաներ կա, որ մեկնաբանություններով չէ, ձեր պատասխանը։ Նայեք ինչ են պատասխանել։ Պարոն Միրզոյան, դիտորդ Ես այդ թեման եւ այդ տղային չեմ ուզում քննարկել, համեցեք։ Պարոն Միրզոյան, ԵՄ դիտորդների հետ կապված կարող եք հստակեցնել հետ քաշվելուց հետո մնալու են Հայաստանում, թե գնալու են եւ եթե 2 տարի այդ ժամկետով արդեն երկարացվել է, եթե նման հարց կար, ինչու Հայաստանը դիմեց, որպեսզի երկարաձգվի նրանց գործունեության ժամկետը։ Տեսեք, ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ նպաստել սահմանի երկայնքով եւ սահմանամերձ ուրեմն ռեգիոններում երկու կողմից էլ կայունության եւ խաղաղության գործընթացին։ Մենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր անգամներ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից եւ իրենց գործունեություն ծավալվելուց հետո այդ բայից սկսած մենք էական լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել, դա ինչ որ առումով նաև կարծում ենք իրենց գործունեության շնորհիվ է, տավաբար մենք իսկապես նաև երախտապարտ ենք եւ գնահատում ենք, նրանք շարունակում են եւ քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են։ Հիմա, երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։ Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հա, հիմա եթե մտավ ուժի մեջ խաղաղությունը հաստատված է, հետեւաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ
Երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հերադիտակային դիտարկման մասին։ Կներեք, որտեղից որ այդ ստորագրությամբ խաղաղություն է լինելու եւ Դե լավ, այդ արդեն ուրիշ հարց է։ Մինսկի խմբի մասով դուք նշեցիք Դուք հարց տվել եք Տեկին Գարստյան, բոլորը հարց տվել եք։ Շնորհակալ եմ, ստեսյոն։